Սուլտանի անուն փոխվեց, Օսմանցու պլան չփոխվեց, մեծ Իսլամստան ստեղծելու պլան ունին տղա, նայե, այսպես, Կովկասով, Միջին Ասիայով, Մոնղոլստանով, Շուրի Սիբիր, ու ետ գլակ, քանսեպ Հայաստանն է։ Ձորի Միրո ֆիլմում Քերի Մանուկի այս խոսքերը որպես մարգարեական պատգամ այսօր էլ խիստ արդիական են, որովհետև թուրքական հակաքաղաքակրթությունը միայն արյունարբու պարազիտ տեսակ է, որի գոյությունը հնարավոր է միայն ավերի, թալանի, յուրացման միջոցով։ Պարազիտ, դահիճ այս տեսակին ով է ավելի լավ ծանոթ, քան մենք հայերս։ Հարյուրամյակներ շարունակ ցեղասպանվել ենք, հիմա էլ փորձում ենք խաղաղություն մուրալ կամ ընկերություն անել նույն Թուրքի հետ։ Սակայն այսօր էլ ժամանակակից աշխարհում թուրքը չի փոխվել։ Օրինակը Սիրիայում իշխանություն զավթած թուրքական ցեղերն են, որոնք անվերապահ վայելում են Անկարայի աջակցությունը եւ 2025 թվականին քաղաքակիրթ կոչվող աշխարհի աչքի առաջ իրականացնում են ցեղասպանություն։ Այս կադրերը ամենևին էլ վախ ու սարսափ առաջացնելու համար չեն, այլ մեզ, հայերիս, բթացած ինքնությունն արթնացնելու համար, եւ այստեղ խոսքը ոչ թե արժանապատիվ ու աստվածային ինքնությանն է արդեն վերաբերում, այլ ինքնապահպանման բնազդին։ Այո, միայն ինքնապահպանման բնազդին, քանի որ մեր աչքի առաջ Արցախում նույն ցեղասպանություններ կատարվում հայի հետ, իսկ այստեղ Հայաստանում եւ Սփյուռքում փորձում էին ամեն գնով իրենց անտարբերությունն ու վախը փաթեթավորել իբր քաղաքական հաշվարկով։ Իսկ այսօր արդեն յուրաքանչյուր հայի Սյունիքում թե Շիրակում սպառնում է կամ արցախահայության ճակատագիրը, փախուստ, գաղթ կամ սիրիացիների ճակատագիրը, փորձել խաղաղ ապրել Թուրքի հետ ու ցեղասպանվել։ Այո, այսպիսի ապագա ենք մուրում, քանի որ իշխանության հայտնվածների օրակարգն է սպասարկվում, իսկ այն, որ իշխանությունը Հայաստանում թուրքերն արդեն նվաճել են, մեր նախորդ երկու հաղորդումներում հստակ բացահայտեցինք, իսկ հիմա այն մասին, թե ինչպես են մեզ պատրաստում ցեղասպանության։ Թուրքերը Սիրիայում եւ այլուր հավատարիմ են մնում իրենց ազգային ուխտին, որի համաձայն ներկա Հայաստանն իրենց է պատկանում։ Թուրքական ազգային ուխտը ընդունվել է 1920 թվականի հունվարի 28-ին տեղի ունեցած Փակ նստաշրջանում Օսմանյան խորհրդարանի падգամավորների կողմից։ 6 կետից բաղկացած փաստաթուղթը համարվում է քեմալական ազգայնամոլական շարժման քաղաքական հռչակագիրը, որը սահմանել է Թուրքիային պատկանող տարածքներն ու սահմանները։ Այդ ծավալապաշտական փաստաթղթով Թուրքիայի սահմաններում են ներառվում Արևմտյան Թրակիան, Կիպրոսը, Էգեյան կղզիները, նախկին Մոսուլի եւ Հալեպի վիլայեթները եւ այլն։ Ազգային ուխտի սահմաններին վերաբերող տարբեր քարտեզներում Թուրքիայի կազմի մեջ են ներառված նաեւ Աջարյան եւ Նախիջևանը։ Ազգային ուխտի ընդունման 102-րդ տարվան ընդառաջ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ այն սահմանները, որոնք Թուրքիան պաշտպանում է կամ կարող է դրանց նկատմամբ իրավունքներ ներկայացնել, որոշվել են այդ փաստաթղթի շրջանակներում, հավելելով, որ Թուրքիան դեռևս պայքարում է երկրի ինքնիշխանության եւ ազգային արժեքների ոտնահարման փորձերի դեմ։ Ազգային ուխտով սահմանված տարածքներին եւ սահմաններին ձգտելու քաղաքականությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր տարածաշրջանում։
Արցախի եւ հայության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Թուրքիան ոչ միայն քաղաքական, այլև ռազմական, նյութատեխնիկական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, սակայն Շենթոփի այն ձևակերպումը, թե տրամադրված են միջազգային իրավունքի շրջանակներում մինչև վերջ պաշտպանել Թուրքիայի իրավունքներն ու շահերը, հուշում է, որ միջազգային իրավունքի անվան տակ թաքնվելով այսքանով չեն սահմանափակվելու իրենց ծավալապաշտական ծրագրերն իրականացնելիս։ Եվ ահա, երբ աշխարհը եռում է պատերազմներով, երբ բացահայտ ցեղասպանություն է տեղի ունենում մեր տարածաշրջանում, Գազայում եւ Սիրիայում, երբ նույնիսկ ամենաանվտանգ երկրները ռազմականացվում են, մեր անվտանգության համակարգը մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալների ձեռքում է։ Պաշտպանության նախարարը կապ չունի ռազմական գործի հետ։ Ավելին, համացանցում, հատկապես Facebook սոցիալական ցանցում Պապիկյանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակումը բուրըն քննարկումների տեղիք էր տվել։ Օգտատերերը հիմնականում հիշեցնում էին Սուրեն Պապիկյանի ծառայության տարիներին սպային դանակահարելու եւ այդ մեղադրանքով դատապարտված լինելու հանգամանքը։ Ժամկետային զինվորական ծառայության ժամանակ իր վերադաս սպային դանակահարած անձը դարձավ պաշտպանության նախարար, գրում էին Facebook-յան օգտատերերը։ Պաշտպանության նախարարի տեղակալներից Արման Սարգսյանը եւս ռազմական գործի հետ կապ չունի։ Նա Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետն է, ոստիկանության գնդապետ։ Մյուս տեղակալը Կարեն Բրютյանն է, նա ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր 2018 թվականի մայիսի 22-ից, իսկ պաշտպանության նախարարի երրորդ տեղակալի պաշտոնը զբաղեցնում է Հրաչյա Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետը, ով եւս ռազմական գործի հետ որևէ կապ չունի։ Ուժային կառույցները, ներքին գործերի նախարարությունը, գլխավոր դատախազությունը, արդարադատության նախարարությունը, արտաքին հետախուզությունը ղեկավարում են երիտասարդ կանայք։ Արփինե Սարգսյան, Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, Քրիստինե Գրիգորյան։ Հարց է, կարիերայի թռիչքաձև աճ գրանցած այս երիտասարդ կանայք արդյոք բավարար փորձառություն եւ արիություն ունեն նման կառույցներ ղեկավարելու համար։ Այս ոչ կոմպետենտ նշանակումները ուժային բլոկում ծրագրավորված թուլացնում են մեր դիմադրողականությունը, որ պատրաստ չլինենք դիմադրության թուրքական ցեղասպան մեքենայի դեմ։ Նրանց գումարենք նաև կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի թրքահապատակ նախարարին, ինչպես նաև առողջապահության նախարարին, որը բացի առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներից ոչինչ չի անում։ Եվ ղեկավարների այս կազմով ենք դիմակայում գոյութենական սպառնալիքներին, երբ առավել քան իրական է, որ մի առավոտ կարթնանանք թրքացված Հայաստանում։ Հայաստանը նվաճված է, դա արդեն առավել քան հստակ բացահայտված է։ Հետևաբար միակ ելքը ազգային, ազատագրական, հայրենատիրական պայքարն է ներսի եւ դրսի թշնամու դեմ, նորից հայրենիքին ազատագրելու եւ հայկական պետություն վերաստեղծելու նպատակով։ Կեղծ օրակարգերն առաջ են բերել մոլորություն, որում այսօր մեր հասարակությունն է։ Իրականությունը ցույց տալու կեղծ օրակարգերի հեղինակ կեղծ փրկիչներին ջրի երես դուրս բերելու ուղին բացահայտումն է, հիմնավոր փաստերի միջոցով։ Բացահայտումը տեղի կունենա Արդար Հայեմի եթերում ամեն չորեքշաբթի ժամը 20-ին։